կգանք ստեղ էս Օլիմպիավանի մոտ, մուտքի մոտ կփակենք, կնստենք, որ Օլիմպիավանը բացվի։ Բասկետբոլի աշխարհի առաջնությանն են պատրաստվում 14-ամյա Մարին, Հասմիկը։ Օլիմպիավանի կապարակնքված դռները փլուզում են նրանց երազանքները։ Հայաստանի դրոշը ինչպես են բարձր պահելու։ Մենք չգիտենք, հետագայում մեր Հայաստանի դրոշը մենք ոնց ենք բարձրացնելու, եթե բոլոր պրոֆեսիոնալ մարզիկները պարապեն Օլիմպիավանում եւ սենց արդյունքների չեն կարող հասնենք եւ մեր դրոշը գետնով ենք տալու։ Պատրիոտի երեխեքով մենք տես մի քանի հոգով որոշում ենք գնում ենք Թումոյի այգի պարապում ենք, բայց դա էլ արդյունք չի տալի, արևը հարվում ենք բանենք անում, արդյունք չի տալի այդքան էլ, ինչքան ենք պարապում, երևի մի ժամ, տենց արդյունք չի տալի այդքան էլ շատ։ Պրոֆեսիոնալ սպորտը, պրոֆեսիոնալ դաշտը ունենք, մենք քիչ ենք պարապում, այդ է հարցը։ Շատ շատերն են հիմա ստեղ կանգնած ու պահանջում են, որ բացեն։ Տխուր է այստեղ։ Իհարկե տխուր է, որովհետև մենք կյանքում չենք տեսել Օլիմպիավանը դատարկ։ Մեզ ասել եմ ինչ խնդիրներ կա, բայց խնդիրների պատճառը չեն ասել։ Առաջին տեղն է ուզում գրավել Ինամյան Արեկը խառամենամարտերում, MMA-ում։ Տանը մի քանի վարժություն է անում, բայց դրանք իր խոսքով բավարար չեն մրցումների համար։ Եթե համար բան չլինի, մրցումների ոնց եմ մասնակցելու, ամենագլխավոր պատճառն է դա։ Հուլիսի 26-ի մրցումներ են, իսկ հիմա ոչ մի բան չեն կարող անենք։ Ճիշտ է, ընկերերիկը ասում եմ մարզվել, որ ֆիզիկական ակտիվությունը չկորցնեն, բայց դա միայն չի չէ։ Մենք այնտեղ պետք է սպարինգ, գրեպլինգ կպնենք, իսկ որը համարյա նորմալ կպնել չգիտենք։ Երեխեք ինչ եք անելու, տղեկ ինչ եք անելու։ Պարզ է, Հայկո ջան, ինչ Զոր ես։ պետք է իշնենք պարապենք ստեղի փոխարեն։ Ինչ ես անելու տղես։ Ոչ մի բան ուրիշ նորմալ պարապելու տեղ չկա, հարմարանքներ չկա, որտեղ կարանք պարապենք։ Հրազդանի կիրճում առանց հարմարանքների են մարզվում, վտանգավոր վարժություններ անում MMA-ի պատանի մարզիկները։ Մարզիչ Էրիկ Օհանյանի խոսքով աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտ վաղուց են ուղարկել։ Չեն կարող հայտը չեղարկել, ասել, որ Հայաստանի իշխանությունը քաղաքական բռնաճնշումներով դադարեցրել է Օլիմպիավանի գործունեությունը, զրկելով մարզվելու հնարավորությունից։ Օգոստոսի 15-ին պետք է մեկնենք Աբու Դաբի քաղաք ներկայացնելու աշխարհի մրցումների մասնակիցը, մեկ մասնակիցները, որոնք եկել են շիվարած գնում ենք զորում պարապում ենք, բայց դա չի հագեցնում որպես վաղը դրոշ բարձրացնելու համար։ Հարկադիր պարապուրդի են մատնվել Օլիմպիավանի հարյուրավոր աշխատակիցներ։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքը ԱԱԾ-ն երկուշաբթի է խուզարկել արտերկրից Հայաստան եկած մարզիկներին դուրս հանել շենքից։ Խայտառակությունը Նիկոլ Փաշինյանը իր սեփական իշխանության համար չի մտածում ոչ երկրի միջազգային հեղինակության մասին, ոչ էլ հազարավոր երեխաների եւ մեծահասակների, ովքեր այցելում են Օլիմպիավան։ Ես այստեղ եկել եմ ոչ թե որպես պատկանել, այլ որպես մեկը, ով որ գալիս էր Օլիմպիավան եւ օգտվում էր լողավազանից։ Երկուշաբթի այս կապարակնքված շենքի մոտ են հավաքվելու աշխարհի առաջնության պատրաստվող MMA-ի պատանի մարզիկները։ Շենքի դիմաց են մարզումներն անցկացնելու, մինչև գործող իշխանությունը գիտակցի, որ իրենք Հայաստանի դրոշը բարձր պահողներն են եւ բացի Օլիմպիավանի դռները։ Լանա Համբարձումյան, Արաքել Օհանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր,